Ահա եկավ այն նորը շատ սպասված, նոր կյանքի դռներն են տես բացված, պահպանելու հայրենիքի անդորը մեկնում ենք ծառայության, առջևում սարեր ու ճանապարհ, առջևում 2 տարի դժվար, թող ուրախ պահերն ու կատակները մեզ հետ լինեն անդադար, անդադար, զինվորներ ենք մենք, քայլում ենք վստահ ու չենք նահանջում, չէ որ հայրենիքը մեր, մեզնով է հպարտ, մեզնով է կանգուն, զինվորներ ենք մենք, տոկուն ենք հոգով, գործով ենք արդար, չէ որ հայրենիքը մեր, մեզնով է ծաղկուն, մեզնով է ամբար։ Դե որ տեսնեի հենց դե հարցերը կլուծվեր։ Եղավ ախպերս, դու գործերիդ նայ, այս մասին նորություն եղավ, դու անպայման տեղյակ կեղնես։ Նույն ձեռագիրն է։ Գարիկի ուսապարկի մեջ փամփուշները ու Գարիկի գրպանում ուրիշի հեռախոսը։ Դու այսօրվանից ճանաչվում ես լավ տղա, վայ։ Սոսիկ ջան, դրա մեջ ինչ կա որ ցավը տանեմ, ինչ ես ոտու ձեռնգե, անգից տեղի ցավ տա, մի օր դու ինձ կջայնացնես, ես կթաթալոշեմ, կանցնի կեթա էլի։ Տեսու։ Գնանք պապիկի համար աղջիկ ընտրենք ու գանք հանգիստ ծառայենք։ Չէ։ Դե հա, բայց թե չէ կյանքը սարքել է թզբեղ, սաղորը ֆղցնում է։ Հեսանայի մխոձյան, ինչ մի սիրուն, ինչ մի խորոտ, ինչ մի նխշուն աղջիկ է ջարեմ պապիկիս համար։ Անենց ես է կուզեի ձերդ գայ։ Մակար ջան, որ շատ որով եղանք աղջիկը հուշտ կնի, 2 հոգով ճիշտ է էլի։ Արա, ոսի մորացի այ պապի ջան, բա պեդիկյուր է։ Ինչ պեդիկյուր է բե։ Բա եղավ։ Բա չես ամաչում մխով, բայց մարդուն առած պեդիկյուր ուր ես տանում։ Ասում ես ու թողում։ Արի, արի լը, արի։ Արա Ռազմիկ, էդ ինչ է բե։ Գրեմ հա։ Էդի գելերից է էլի, որ երիտասարդ է պահում մաշկդ, որ պալիտ չանեն, որ պապիկ ես։ Բայց ես քյաչալի մոմենտից ես տորմուզ անելու է։ Հա, ինձ էլ է տես թվում, գիտես, էդ աղջկան տորմուզ կանի քյաչալի մոմենտը։ Հերը բա ինչ անենք, լավ։ Ոս կոցքենք էդ։ Ապեր ես ասեմ։ Լա։ Ասեք ես քյաչալ մասա այսինց, ֆլոմով սեպցան ենք, քանի պապի։ Բայց լավ տարբերակ է, գիտես։ Չէ, բե, ես համաձայն չեմ։ Ֆլոմով ներկենք։ Բա հիմա որտից բերենք մաս խփենք գլխիդ։ Պետքա ճպլդ քողարկենք, պապի։ Ստե անցել ենք, չէ, քողարկման մեթոդիկան։ Ապեր գլխակս կդնեմ չի երևա։ Բա որ էդ աղջիկը ասենք թե սկսի քեզ շոյել, գլխակդ հանի ու տենա լուսապայծյալ գլուխդ, էդ վաղտ ինչ ենք անելու։ Առաջոր են հանդիպելու, հո չեն դրել իրար շոյեն մոյեն։ Կարող է դնի ու շոյի, ինչ հնարավոր չի։ Կարող է ինքանը հավանեմ պապիկին, որ դնում ու շոյում է։ Դե որ շոյեց սենց տենես տենալու է, որ մաս չկա էլի գլխին։ Հələ լավ, բա ինչ անենք երը։ Կարող ենք կավենշիկների վաշտում պարիկ մարիկ ելնի, հա։ Կավենշիկների վաշտը ո՞րն է։ Են վաշտը էլի են, որ կավեն մավեն են հաղում սաղորը։ Են որ ուրախ զբաղ դեմքերով գնում ենք տխուր, դարդոտած սպրտնած հետ ենք գալի։ Պապուս պապու պարիխիդ են ավելի ուրախանցնում, քան դրանց կավեները։ Ասում եմ դրանց մոտ ոնց։ Չէ, Բալաբեկին ինձ բան չասեց։ Ուղղակի արդեն պարզ էր, որ ինքն է դրա հեղինակը։
Այդ փամփուշտները դրել է գարիկի ու սապարկի մեջ, və հաստատ իմացել է, որ մրդոյի վրա ենք հասկացելու էլի։ Դոր իմաստը ո՞րն է։ Չգիտեմ, Մինաս, դրանք քաղաքացիական կյանքում ինչ-որ խնդիրներ են իրար հետ ունեցել։ Ինձ բան չի ասում։ Բա Բաղդասարյանն ինչ ասեց։ Բաղդասարյանն էլ ասեց, որ ինքը իր ձևով կպատժի Բալաբեկին։ Իրես չէ Բաղդասարյանն չի Բալաբեկի մեգուսարան չի երգեն։ Հա, հասկանում եմ։ Որ ես եմ զեկուցել դրա համար։ Ճիշտ է։ Որ քեզի ված չզգաս։ Չմտածես թե էլի քու պատճառով դե տաղուն տարա։ Լավ է։ Կամաց դու էլ զեկուցող տարար էլի։ Հա, բա ինչ անեի։ Հեչ։ Քեզ դարտեմ դիզգուշի անիկ մարդ ես էլի։ Հաջան։ Քաջիկ ջան։ Հաջան։ Քաջիկ ջան։ Հաջան։ Ուխ։ Մալադեց։ Ակի դու խոսել ես ծո։ Տակ չես մնա էլի միշտ մի ադամ ավել ես։ Այ քաջո։ Քիշես որ նոր է իրեգե բանակ։ Հա ոնց չեմ հիշում։ Քիշես որ ես քեզ էցի դու կդառնաս քաչ տղա, որ քո անունդ քեզից սազե։ Հա Մինաս ջան, հիշում եմ։ Հա։ Դե մի ադամ խտիր կուդամ լուծե։ Գետիր 5 տարբերություն են քաջիգի ու համիկվա քաջիգի միջը։ Դավայլ է։ 5 տարբերություն։ Հա։ Հա։ Այն քաջիկը վախկոտ էր։ Այս քաջիկը ավելի քիչ է վախենում։ Այդ մեկ։ Այո։ Այն քաջիկը ավելի զգացմունքային էր։ Չէ, սպասի։ Ոչ թե զգացմունքային էր, պրոստը ինքեդ զգացմունքները ավելի շատ տեղ կուդար բերեկցել էր առաջի պլան էլի։ Հա էլի, տենց։ Իսկ այս քաջիկը զգացմունքները տարել է երկրորդ պլան։ Էպիզոդիկ դեր ես տվել էլի։ Հա։ Այն քաջիկը անընդհատ տուն էր ուզում գնալ։ Այս քաջիկը դենես չի որ չի ուզում, բայց ոչ այդ կարգի։ Հա։ Այն քաջիկը ստեղի ուտելիքները չէր կարում ուտել։ Այս քաջիկը Քեղտեգը։ Ադե ինչ մեղքս թաքցնեմ, ախորժակը ստեղն է։ Լավ կերես, դու չուտեսով ուտե։ Ինչ ելներ այն քաջիկի գլխին էր ջարդվում։ Բայց ախր այս քաջիկի գլխին էլ է ջարդվում։ Դե դու վրա արդեն քիչ շատ բդե աշխատես։ Քեջո ջան, մադամ գնալը Բալաբեգի սատող կա։ Մինաս, իսկ այն բանը որ շահել եմ վիճականության ժամանակ, այն լավ տղա դառնալը։ Հա։ Հետացենք ոնց է կատակ շուլուխ-մուլուխ է կարել, թե իրական է։ Չէ, տղեն շուլուխ, իրական բան է։ Այսինքն ես հիմա կարամ դվիժենի բան անեմ։ Իհարկե, հանգիստ։ Տքել է, մադամ դվիժենի բան ենելով գնա Բալաբեգի սատող կա։ Եղավ Մինաս ջան։ Հաստատ չով կդրվա։ Ուրեմն դու հաստատ տունը մնացիր։ Մակար, ես քեզ կզանգեմ են հարսնիքի սեղանը կգցեք։ Հա, եղավ։ Բաբիկ ջան, դու խոփ խոսած։ Դամոտ չեմ ես արա կուրբան։ Բալաբեգիչ։ Ինչ կա Բալաբեգիչ։ Ես եմ։ Մերդոն ընկերներ, չէ։ Չէ։ Յա։ Բես գինեմ դուք իրար հետ ընկեր եք եղել, առաջ դպես սկսեիք դուք ինձի։ Տենց եմ ասել, որովհետև վախեցել եմ իրանից։ Ինչի։ Ինքը ինձ գրաժդանսկի կյանքում պաստավկայի արել։ Նենց որ հայ-հայեր նստեցնելու էին։ Հետո։ Մինաս չեմ կար ասեմ ինչ արել։ Միսա, հա, մի դիգեզի կարևոր է չէ։ Մի ինչերը երել եք ձեր գործն է։ Ինձի ուրիշ բան կեդար կրե։ Ինչի որոշեցիր, որ Գարիկի միջոցով պետք է հարցերը լուծես։ Դե որ Մրդոն Գարիկի հետ էր խնդիրներ ունեցել, իր ուսապարկի մեջ դրեցի, որ մտածեն հաստատ Մրդոն արել։ Ասես մի չտամ լխկվի պատին։ Չէ, պատին պետք չէ։ Պատը ափսոս է։ Բալաբեգ հեվի կրնաս ճարես, բայց պես պատ ուրիշ ճարես։ Ինչ տեսագի, ինչ սորտի մարդս ես, որ չես տեսնի ես բանակ տեղը։ Լուրջ կսեմ, եթե ինձի բանակ չբերեին, ես կողոն է եդոր համարով լիք կամ բանակ ուսպես մարդկանց տեսնեի, այդ օրմա կուկայի։ Մարդու երևակայությունը չի կրնաս պես բան հորին է։ Ասկնաս չես կրնա տունը նստած տեղը պատկերացնես, որ պես մարդ կա, ինչը որ դու իրան ռաշ չգաս։
Մերդոն գիտես որ մասին։ Գիտե որ դու ես սարքի գլխին։ Չէ, չեմ ուզում իմանա։ Ինչի՞։ Ասա։ Ադմ թող իմանա, մի հատ իրար կերեք, բրձեք։ Մենք է ձեր պերզնելով հասկնանք որ դիք չարի վերջն էր։ Մեզի հույս տանք էլի։ Եթե ես մի անգամ էլ իմանամ, որ դու ու Մրդոն թփրտացել եք, կծեպես պատին։ Բայց այս պատին չէ էլի։ Սիկա ափսոս է։ Մի հատ ուրիշ պատ կորոշենք, այդտեղ կծեպես, տագնե կերենքը երկու չընկերները։ Կամ դաժան ընկերություն։ Կամ նրանք չէին ուզում հավատալ, որ մարդ են ծնվել։ Կախ է գլուխդ, լավ կինես։ Դիք լավ է որ կամնջես։ Դիք կնշանակի որ էլ է հույս կա։ Նայ հավանում ես։ Մեխակ ջան, ապեր դե իմ համար մեկը։ Ո՞ս թե մեկը։ Հələ մի հատ գնա մոտիկացի մուշտալու աշխով նայի։ Ապեր կարևոր ինձի հավան իմ համար մեկը։ Արա դե էդի հում մի անգամի շիլնմ, պապիկ։ Էդի բդի ծանոթանակ։ Հետո մի քանի անգամ հանդիպեք, բան հետո նոր կամաց հասնեք ձեր նպատակին։ Այդ հա։ Հայ երկի, գնա նայ։ Հա։ Ֆուֆարա։ Ես ինչի մեջ թաթախվար դու մխու։ Ասա քեզ պետք էր բիձեն կպսակվի, չի պսակվի արա։ Ապեր լավներ ու շատ լավներ։ Լավներ։ Ինձ առաջի պատահածին հավանեցիր, հա։ Ապեր չնայած ով էլ ներ հավանելու է։ Դե լավ, վերջ, էլ դու գոս չունես, քաշում ես գրեղ ձերները ծալում ես, մնացածը ես կանեմ։ Էսա նայից յաց մխոն ոնց եմ մխծնեմ։ Բարև ձեզ, ինձ չէիք հիշեցնի, ոնց էդ Մոցարտի մրցակցի անունը, ոնց էին նրան անվանում։ Հա, հիշեցի, Սալիերի, ոնց էի մոռացե, Սալիերի։ Սալիերի։ Քաջիկ ջան։ Հայ կուրբան եմ ջանիդ։ Ցավատ տանեմ քաջիկ ջան։ Ապեր ծախի այդ լավ տողությունը տնձի էլի կուրբան քեզի։ Ինչի ծախեմ որ։ Ինչի ես վատ եմ դվիժենի անում։ Մեջ կունեմ։ Բանացող եղավ մինասը տերա։ Իմ համար դվիժենի բան կանեմ էլի։ Փոքր մոքր հարցեր կլուծեմ։ Աղրը բայց գիտես ոնց քեզի այս մոցոք մի տեսակ
Քոնը չի, հա, հեշտ քոնը չի։ Քեզ իդես ոտոր մի ձևի չի սազում, քաջիկ ջան իստու։ Հա։ Այստեղը չես բերում։ Բաջեմ քեզ ջամշոյան ասածներիդ համար, հա։ Բաջեմ։ Ես էլ են ինք քաջիկը չեմ, է։ Նայա, չարաճճություններ չանես, է։ Ես մի բան ասեմ էլի։ Ես վերդիի տակ մեծացած տեղը եմ, մեղն եմ սրտի։ Ես մեծացած։ Ես հիշում եմ, դեղ տակավին փոքրիկ էի։ Մեր բակում հարսանյաց արարողություն էր, մարդիկ 6-8-ի տակ պարում էին։ Ես ապշահար եղած այդ երաժշտությունից պտտվեցի և վախեցած նայեցի մայրիկիս։ Նա ինձ ասաց ոչինչ, որդիս, մի վախեցիր, այս աշխարհում դասական երաժշտությունից այն կողմ էլի բաներ կան։ Ես այնքան էի վախեցել այդ լաբիզ երաժշտությունից, որ տարան վախս չափելու։ Մի 40-41 աստիճան բարձրացել էր վախս։ Պատկերացնում եք, օրիորդ։ Հա մեռնեմ սրտիդ։ Սպասում եմ քեզ։ Սադում ուր դե պետք է ելնեմ որ։ Հա, ինչ կա որ։ Աշկի թայնը հանել ես։ Լավ, քեզի լորդիս տեղ խոսանք, սենց չի դուզում։ Լավ։ Հələ պապիկ։ Հələ պապիկ թրանք ստու ծեղպեր։ Ինչի ամեն։ Հələ եսի մարդ գուտի արա։ Թրանք ստու։ Մուսայելյան, ոնց է իրան զգում բարեյան բալաբեկը։ Նորմալ, պարոն գնդապետ։ Մուսայելյան, եկար զեկուցեցիր գիտես վերջ, հա, ամենի ճնգավ իրա տեղը, չէ, ես չեմ փոխել մտադրությունը, ճիշտ է քեզ ուրիշ զորամաս տեղափոխելն է, շարի վաշտը։ Լսում եմ։ Կամ ավելացնես ձեր վազելու ժամանակը։ Եթե գետնին 50 ջիմ արեցիր, 10 րոպեով կքչացնես ձեր վազքը։ Եթե չկարողացար, 10 րոպե ավել կվազեք։ Էնում պարկած դիրք ընդունի։ Լսում եմ։ Կատարել 1 2 3
Արագ-արագ ես հողը փխրեցնում եք ու գալիս եկուցում։ Կես ժամ ժամանակ ձեզ։ Արզա։ Ճիշտ այդպես։ Դավայ, ես սկսեք։ Ջամշես, սկսի։ Ռոսկոցո բադու։ Արա դու իմ հետ ինչ գործ ունես։ Քու գործ արա։ Ես ինչ ես ասում արա։ Ո՞վ է մեր երկուսից շահել։ Ես։ Բա էլ ինչ կա։ Կարակ ննգանք էլի շահել ես։ Մինչև դու չարես ես շեմ անելու, եղավ ապեր։ 33 Ոտքի։ Տաս րոպեով ավելացավ ձեր վազքը։ Միացի տղեկին։ Լսում եմ։ Տղամարդու նման քեզ պայի, ձգվի մի հատ։ Այ հիմա ասա լսում եմ։ Լսում եմ։ Այսպես պետք է անցնեն ձեր ֆիզ պատրաստության ժամերը։ Պարզա։ Ճիշտ այդպես։ Չարեցիր գնում եմ մինասին ասեմ։ Մինչև դու չարես ես շեմ անելու։ Լավ ես մտածել։ Հա։ Եղավ ապեր, եղավ Ջամշոյան։ Մինոս։ Սա։ Մինոս ջան, Մելիքսեցյանը ինձ ու Ջամշին ասել է, որ հողը փխրացնեն։ Ես որպես յախշի չեմ փխրացնում։ Ջամշին ասել են, որ անի, ասում եմ մինչև դու չանես, ես չեմ անի։ Ճիշտ կսե։ Էդ որ յախշի ես պետք չենես, հա։ Կամ է դերածիդ մեջը վատ բան կա։ Չէ։ Դե գնացեք իրար չուդոմերը վերջացրեք։ Բայց ես էլ գիտեմ, որ ես պետք է կազմակերպեմ։ Դու ինչ կազմակերպես, է։ Ձեզի հանձնարարված է փորել, էդ որ էլ ինչը պետք է կազմակերպես։ Գնա, իրար չուդոմերը բրձեք։ Թողնիկ ես մազերով էր տամ դու։ Բերանդ փակի։ Էդ ասում եմ կարող ամին ասնասես գնա փորի։ Քո գործը չի։ Արա ասեցի բերանդ փակի։ Կարող ասելա որ մենակ փորես։ Չէ, տես չի ասել։ Նես որ բաղավ եկալ ու սկսի փորի։ Արագացրու։ Արա գործի տեղի, հա։ Ասեցի վեկալ ու սկսի փորել։ Դու փորի ես հետո կփորեմ։ Ինչ հետո։ Դու ինձ բարոյական վնաս ես հասցրել ավեր։ Հիմա փորի որ հատուց ես, ավայ, հողը։ Էլ մի բաներ մոգոնի։ Էդ ապեր, ես իշկա հետ եմ ասում։ Դու ինձ բարոյական վնաս ես հասցրել։ Հիմա ես հետ վրա հասցրած վնասի դիմաց 5 րոպե ոչ մի բան չեմ անելու, վերջ։ Բա տենց ախպեր ջան, բա ոնց։ Դա որ ասի ծախի, ինչ չծախի։ Բա ծախե իրանա։ Բա չի չես կարող դվիժենի անես, հա։ Չկա մեջը, չկա էլի հոզորով չի արա։ Լավ է։ Այդքան գլուխ գովացիր, ասիր տանը մի հատ աղջկա հետ ծանոթացնեմ ու չկարողացա։ Լավ է մեխակ։ Արա դու ինով էր, արա ինչ էր։ Անտալից փախած աղջեր, առյուծեր, ինչ էր, ով գիտի։ Ես ասի կացությունը առաջ տանեմ, ցիվիլ ձևերով մոտեցում ցույց տամ, դու մի ասա։
Դու դրա ձելը դու գիտես ինչ արագ տեմպերով կծերանայր, այ պապիկ ջան։ Տենց աղջկա այդ որ ամուսնացար, չէ։ Դու դեսքի կծերանաս։ Այլ ուր։ Սասունցի Դավիթը հիշում ես ինչ արագ տեմպերով էր մեծանում։ Դու էլ այդ արագությամբ տենց կմեծանաս ու կգնաս խորցելություն, բա։ Բսակվելուս դու պետք է անպայման ջոգես, թե ինչքան կարաս ապրես այդ մարդու հետ։ Պապս ավելի ջահել է, քան մեր պապիկը։ Նա պետք է բաբ ձենդ կտրի էլի արա։ Արա դու ձենդ կտրի եղավ։ Արա ձեները թլարա։ Ամեր միջև զորացրվեմ գնամ, էլ ոչ մեկ ինչ չի ուզել, բա։ Տոնց չեն ուզի այ պապի ջան։ Չեն էլ խնդրի։ Լովլի պապի կանապ կերորոցի, չերթիր թող իրարա տիկար իր կոշիս արա, արա թող հանգիստ ծորոյին, կարա կեթանք տուն արա, կբզակվես հելի արա։ Այստեղ մարդ մենակ պտի ծառայության մասին մտածա, մնացած ուրիշ բաներու մասին որ մտածա, էտի ծառայությանը կխանգարա։ Խորոդասիր կամանդիր, շատ խորոդասիր։ Գարիկ ջան, իսկ գիտարդ կարող աղրգել ես տուն։ Չէ։ Դե մի բան ացի դնջնանք, այ աղբենյակ։ Հələ, նայ։ Նա ստատ պահմա է զարիժատ արած։ Ах, почему был светофор зеленым? Эх, потому, был он всю жизнь влюбленным. А все бегут, и я бегу. А все бегут, и я бегу. Браво! Айко, бегущий чарат тонем ես արա։ Այ լիվ պադյոմ էր էսի։ Դե հելեք իթանք ֆիզո անենք։ Դու չէ, ժամին ինչ ֆիզո։ Բասարանից հետո քնել կլնի։ Ֆիզոյի ախոտա բաց է մոտս։ Համի մի 10-20 կիլոմետր ես կվազեի։ Գարիկ ջան, մի բան նվագի, դնջնամ մի քիչ չհելնեմ ես քիշերով ֆիզո անեմ։ Մի հատ լավ սիրուն երգ կա, հետ կերկեմ։ Rov como shvitugit, shnorepa, des bijoux tout déchanel, shnorepa, rov como limousine, je ferai quoi, papara, je vous l'amour, la joie, sous la bronima, stipra votre argent, stipra mon bonheur, moi je retrouvais en nous, c'est vrai à nous dansons et trouver ma liberté, oubliez donc tout le cliché, à nous ni dormir et habiter. Je vous l'amour, la joie, sous la bronima, stipra votre argent, qui bra mon bonheur, moi je retrouvais à nous, c'est vrai à nous dansons et trouver ma liberté, oubliez donc tout le cliché, à nous ni dormir et habiter. Համո, բալապիկը հանգել է ապեր։ Հա, շատ տանջվեց տղեն։ Իշխի դարդ կենեք, թող տանջվի խո։ Մելո ջան, ապեր, բայց ինչ էր հրամանատարը կենտրոնացել Բալաբեկի վրա։ Բալաբեկը տարել էր կենտրոնական մարդ։ Չէ բալո։ Քննածա։ Բալաբեկ։ Քնածա թող քնի։ Ինչի քնից հանիր։ Ինչա տղեկ։ Ինչ բան չէ։ Ինգերը ջյուզ է քնիս։ Բան է իր ասում։ Դրա համար հանեցի։ Փաստորեն դու իմ մասից պես կմտածես, հա։ Բան է իր ասում։
Իշխեմ եմ ադացող տեղիմ տղարար։ Ադբոյ, կնեք։ Ամո, ապե արի վաղը գնանք զայիվ կանենք։ Զո գագո սապիենս, ելել եմ երգուսի դե զայիվ կա կենեմ, կնեք։ Վաղցրիր։ Բլո։ Մի դու ինձ ասում ես, թե ինչի քեզ Բաղդասարյանը շարահարապարակում ժիմանել տվեց։ Ընդեղ չէիր, չլսեցիր։ Բայց ինչի հատուկ քեզ ասեց ժիմարա։ Չգիտեմ։ Ոնց չգիտես արա։ Բաղդասարյանը անկապ տեղը քեզ չէր հանի շարքից ասեր արի ժիմանելու։ Դե ասեց, եթե 50-ատանես տղեկի քիչ կվազան, եթե Ես գիտեմ ինչ ասեց, բայց ես ասում եմ ինչի հենց քեզ։ Ինչ ես արել, ասա տենա։ Ոչ մի բանը չեմ արել։ Սխափում ես արա։ Ինչ ես ինձ դիսպանում արա։ Բանը չեմ պանում։ Բա ինչ ես անում։ Ինչ ա եղել։ Ասում ա Բաղդասարյանը հենց խի քեզ հանեց ժիմ անել տվեց։ Այտենց է հարմար գտե։ Հա։ Այտենց է հարմար գտե։ Հարց չկա։ Դուք պարոն եք։ Արի դուրս։ Առաջի վաշտից մի զինվոր է փախել։ Ով։ Շարքային Ներսիսյանը։ Երբ է փախել։ Քիչ առաջ ասում են Անտարի կողմն է գնացել։ Երկրորդ վաշտից մի ջոկ պարապմունքից ազատեք, թող Մելիքսեթյանի գլխավորությամբ գնան Անտար։ Քանի Ներսիսյանը շատ հեռու չի գնացել, թող գտնեն բերեն զորամաս։ Գիլոսյան, ինչ է եղել իրաց վաշտում։ Կարող է վիճել են, նեղացրել են այդ զինվորին։ Վաշտի հրամանատարին հարցրել եմ, ասեց վիճաբանություն չի եղել։ Բշտիկյան, առաջի վաշտի Ներսիսյանից ինչ գիտես։ Ուրեմն կանչում ես իրենց վաշտի հրամանատարին, իմանում ես, թե ինչ խնդիր է ունեցել Ներսիսյանը։ Ճշտի ու զեկուցի։ Պարոն գնդապետ, տղեկը մենակ մի բան ասեցին։ Ասեցին, որ Ներսիսյանի առավոտը փակվել է լսարանում ու նամակ ա գրել։ Ու դրանից էլ ոչ մեկ չի տեսել։ Լսում եմ։ Մի ջոկի կազմով գնացեք գտեք այդ զինվորին։ Արագացրեք, քանի Անտարից դուրս չի եկել, թե չէ հետո ավելի դժվար կլինի գտնելը։ Կատարել հրաման։ Լսում եմ, պարոն կապիտան։ Վաշ, շարվի։ Արագացրեք։ Ինչա քո վիճակը։ Էս բանը մասկիրովկա եմ արել, որ տենց քարերի ու ծառերի հետ մեր վեր։ Պարոն ենթասպա։
Դու գիտեք իմ ու Ելենայի հարաբերությունների մասին։ Գիտեմ, ոչ գիտեմ։ Մնում եք կախված այնքան ժամանակ, մինչև Բալաբեկը վազելով գնա դիմացի զորանոցի պատը ու գա։ Կամանդիր, ասում եմ անտավը կա, բնությունը կա։ Մեզ ինչ է մնում միայն անել, մնում է զինվորին գտնենք։